Բարի երեկո սիրելի հայրենակիցներ, մենք շարունակում ենք խոսել կրթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության ոլորտի կարևոր խնդիրներից եւ այսօր խոսելու ենք այնպիսի մի կարևոր բնագավառից, ինչպիսին հնագիտությունն է, պարոն Աշոտ Փիլիպոսյանի հետ։ Բարի երեկո, պարոն Փիլիպոսյան, շնորհակալություն, որ այստեղ եք։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Եվ գիտեք, ուզում եմ մի թերևս Ուծե պարզունակ հարց տալ, որը այսօր եթե կարծում եմ դուրս գանք փողոց եւ քաղաքացիներին հարցնենք, թե իրենց կարծիքով ով է հնագետը եւ ինչով է զբաղվում, գուցե մի մասի համար այդքան էլ պարզ չի լինի։ Ով է հնագետը եւ ինչով է զբաղվում։ Լավ հարց է, բայց մինչեւ դա ասելը մի ուրիշ բան, եթե մենք դուրս գանք փողոց եւ հարցնենք, նույնիսկ միջին մակարդակից բարձր իմացության մարդիկ կարող է հնագետին հնեաբան անվանեն։ Իսկ կա տարբերություն հնագետի եւ հնեաբանի միջև։ Հնագետը մասնագետ է, որը զբաղվում է մշակութային ժառանգության ուսումնասիրությամբ, այսինքն այն ամենը, ինչ մարդու ձեռքով ստեղծված է հնագույն ժամանակներից մինչև 18-րդ դարի սկիզբը։ Դա հնագետի ուսումնասիրության ոլորտն է։ Հնեաբանը հին էակներով է զբաղվում, դինոզավրեր, ստեգոզավրեր եւ այսինքն մենք դրանով չենք զբաղվում։ Եվ դրա համար շատ եւ հերոստացույցով երբեմն նաև համացանցում հնեաբանները պեղեցին այսինքն հնեաբանները չեն պեղում, հնեաբանները ուսումնասիրում են բոլորովին այլ ոլորտ, մենք հնագետներ ենք, ինչ է պետք է մասնագիտություն։ Գիտեք ինչ, մարդիկ են, որոնք հիշողությունը կորցնում են, այդ մարդկանց երբ գործիքներ են տալիս, իրենք սկսում են աշխատել, ցույց տալ, շատ լավ գիտեն այսօրը, բայց իրենց անցյալը հիվանդություն է, կորցրել են։ Մեր պատմությունն էլ ունի հատվածներ, որոնք մեզ համար գրի չեն առնվել, բանավոր չեն փոխանցվել եւ մենք ըստ էության դա կորցրել ենք։ Եվ այդ կորցրած պատմության, մշակույթի, ավանդույթների ինչ որ մասը հնարավոր է հնագիտական պեղումների միջոցով վերականգնել։ Թաղմանցեսի հետ կապված, հավատալիքների հետ կապված, մարդկանց կերպի հետ կապված, գործունեության հետ կապված, ֆիզիոլոգիական կերպի մասին նաև այդ բոլորը հնագիտությունը կարող է տալ։ Քանի որ հիմա այն մասնագետները, որոնք կոչվում են հնագետներ եւ աշխատում են հողի տակից կամ պեղումների միջոցով լույս աշխարհ բերել հազարամյակների հողին պահտված պատմությունը, նրանք միայն պատմական տեսանկյունից չեն նայում խնդիրը։ Այս աշխատանքին եւ այս խնդիրը լուծելու ժամանակ մեզ օգնում են եւ կենսաբանները, եւ քիմիկոսները, եւ ֆիզիկոսները, այսինքն ընդհանուր որոշակի լայն ոլորտ կա մասնագիտությունների, որոնք իզորոյեն օգնելու մեզ այս հարցում եւ այս առումով ստացված պատասխանները շատ ավելի հավաստի են, շատ ավելի մեկնաբանելի են եւ շատ ավելի հետաքրքիր եզրակացությունների հնարավորություն են ընձեռում։ Այ օրինակ կհիշեք մի բան, որ դուք պեղումների ժամանակ իմացել եք մեր մասին, նկատի ունեմ հայերիս, որը ձեզ ամենաշատն է զարմացրել։ Ասեմ են ինչու շատ կհետաքրքիր նաև մարդկանց, որոնք լսում են այս հաղորդումը, այն շատ հետաքրքիր ինչպես են ապրել մեր նախնիները, ինչպիսի հասակ են ունեցել, ինչքան եղել տարիքը եւ ինչ հիվանդություններ են ունեցել։ Ճիշտ ասած իմ գործընկերներից մեկի հետ արդեն 10 տարուց ավելի մտածում ենք այդպիսի մի ցուցադրություն կազմակերպել մեր նախնիների կյանքն ու հիվանդությունները։ Պատկերացրեք Սևանի ավազանում պեղած մարդաբանական նյութի մեջ տվյալներ կան, որոնք ցույց են տալիս, որ տղամարդկանց միջին հասակը եղել է մոտ 175 սանտիմետր։ Այսօր Անդրկովկասում եւ Հայաստանում միջին հասակը տղամարդկանց 160-ից 162 սանտիմետրն է։ Այսինքն մեր միջին հասակը բոյը կոպիտ ասած շատ ավելի բարձր է եղել, թիկնեղ են եղել, ընդգծված արծվաքթով հյուսային մասում հայկական լեռնաշխարհի, բայց հետաքրքիր մի ուրիշ բան կա, քիչ են ապրել։ Տղամարդկանց միջին տարիքը մինչև 45 տարեկան է, միջինը նկատի ունեմ։ Կանանց ավելի քիչ 35-ից 37։ Հիմա փոխվել է իրավիճակը, կանանք ավելի երկար են ապրում։ Այսինքն ամբողջ հասարակության զարգացումը տարել է նրան, որ կանանց կենսագործնեության եւ կենսոլորտի պայմանները շատ ավելի այսպես
բարելավվել են։ Ու բնականաբար հնում 2-3 անգամ երեխաներ ունենալ օրգանիզմի ախտահարում եւ այլն, հիգիենայի պակաս եւ դա ախտահարում էր օրգանիզմը։ Հիմա դա չի կարող, շատ հետաքրքիր է այս երևույթը եւ սա հնագիտական գործընկերների հետ միասին որ աշխատել են, այսպես հետաքրքիր տվյալներ են տալիս։ Կամ Քանագեղ հնագիտական հուշարձան կա Սևանի ավազանում, դա Երանոս գյուղից մոտավորապես 5 կիլոմետր հյուսիս է գտնվում, հենց Մայրուղի եզրին։ Այնտեղից մի կաղապար ենք պեղել Տամբարանում 15-14-րդ դարի մեր թվականությունից առաջ։ Եզակին ինչն է այդ կաղապարի, որ երկու փեղկերը պահպանվել են։ Երկու փեղկերն այսպես տեղադրում եմ, եւ այդ փեղկի մեջ կարելի է 5 տարբեր տիպի պերճանքի առարկաներ պատրաստել, ականջողեր, կախիկ, ուլունքաշարի մասեր, երբ փեղկերը տեղափոխում եմ, եւս երկու տեսակ զարդ կարելի է պատրաստել։ Ես տվեցի մասնագետներին, ինձ հետաքրքիր էր ինչ մետաղ են օգտագործել, որտեղ մեծ էին բավական այդ զարդերը։ Պարզեց որ հիմնականում բրոնզի համար են օգտագործել եւ քարն էլ բերել են Եղեգնաձորի կողմից, որտեղ Եղեգնաձորի տարածաշրջանի բնորոշ քարի տեսակ էր, ավելի փուխր եւ լավ մշակվող։ Այսինքն այդ ամբողջ տեղեկատվությունը այդ մի փոքր կաղապարը տալիս է։ Ավելացնեմ, որ դրա այդ նյութեր կան, որոնք թույլ են տալիս նաև թվագրել հուշարձանը։ Իսկ 3.500 տարի առաջ ինչպեսի զարդեր են գրել տղամարդիկ եւ կանայք, ինչպես են հագնվել, ինչ են նախընտրել։ Հիմա մեզ մոտ այսպես ոչ 100%-ից տարբերություն կա, չէ՞, ուլունքաշարեր, վզնոցներ կրում են հիմնականում կանայք։ Բայց հետաքրքիր է որ հնում տղամարդիկ են գրել եւ կա տարբերություն ուլունքաշարերի միջեւ։ Օրինակ իմ պեղած ուլունքների մեջ կանանց բոլոր ուլունքները գնդաձև են, տղամարդկանց ուլունքները շատ ավելի ուղղանկյունան եւ տափակ։ Իսկ նույնիսկ այդ գենդերային տարբերությունը զարդերի մեջ էլ է երևում։ Իսկապես շատ հետաքրքիր է եւ կարծում եմ իմ կարծիքով հնագիտությունը աշխարհի ամենահետաքրքիր մասնագիտություններից է։ Այո։ Բայց ցավոք կարծես երբ նայում ես ամենափոշոտ, բայց երբ նայում ես ուսանողների թվին ու երբ նայում ես ոլորտ եկող նոր մարդկանց թվին, տեսնում ես, որ իրականում բավականին լուրջ խնդիր ունենք։ Այո։ Եվ ինչ է կարծում, լինելով թերևս գրեթե ամեն երեխայի երազանքների մասը, որտեղ երեխաները սիրում են փորփրել, փնտրել, գտնել, բացահայտել, հետո ինչպես ենք մենք կորցնում այդ հետաքրքրությունը ավելի ուշ փուլերում, երբ որ բնական հետաքրքրվածություն կա մասնագիտությամբ։ 10 օր առաջ եմ իրադարձել Զորաց քարերի պեղումներից, պեղումների ընթացքում եկան ուղղակի օգնելու Սիսիանի 4-րդ դպրոցի աշակերտները եւ Սպանդարյան գյուղի միջնակարգ դպրոցի բարձրադասանի աշակերտները, այսինքն սերը կա այս ամեն ինչի հանդեպ, բայց իմ պատկերացմամբ ես դա չեմ ուզում ասել, որ դոգմա է այդպես, երբ գալիս է ինչ որ մի տարիք, երբ պիտի կողմնորոշվեն ուր են գնալու, շատ կարևոր է նաև թե այդ գնալը ինչ ֆինանսական խնդիր է լուծելու։ IT ոլորտը տալիս է հնարավորություն աշխատել գումար, որը մեր դոկտորները չեն ստանում։ Այսինքն եթե ինչ որ մեկը որոշում է ընտրել ճանապարհը կամ պիտի շատ նվիրված լինի այս գործին եւ գա այստեղ, չնայած եթե ծրագրերին մասնակցի եւ այլն կարող է ինչ որ ձևով, չեմ ասում այդքան շատ, բայց ինչ որ ձևով ապահովել իր ֆինանսական խնդիրները։ Բայց շատ կարևոր է կարդալը, որը այսօր շատ քիչ է։ IT ոլորտում շատ ավելի տեխնիկական աշխատանքների ոլորտն է շատ եւ շատ ավելի հարմար է այդպես աշխատել։ Թե մարդիկ չեն ուզում փոշոտվել։ Բայց ինչու են գալիս մտնում դամբարան, երբ մենք սկսում ենք աշխատել, անգամ բան է, տոնահանդեսային հագուստներով են մեկ գալիս դամբարանը նայելու։ Չգիտեմ, մի քանի կարևոր բան կա հնագետ դառնալու համար։ Առաջինը իսկապես փոշոտ չվախենալ, չզզվել, համբերատար լինել, որտեղ երբ սկսում ես բացել պրեպարացիան ես անում, իրեր են բացում, որոնք անհասկանալի են թե ինչ է, իսկ ամբողջ տեսարանը պիտի բացես եւ նոր հասկանաս թե դա ինչ է։ Այդ համբերությունն էլ շատ կարևոր է։ Մարդկանց հետ շփվելու կարողություն, որ կարողանաս բոլորի հետ աշխատեն։
եւ պեղված նյութի մշակում, որը տևական ժամանակ է պահանջում, որովհետեւ մեզ մոտ եւ վերականգնումը եւ ամրակայումը, տեսքի բերելը, մասնագետների քանակը շատ չէ եւ լավ մասնագետների քանակը առավել եւս շատ չէ։ Դրա համար այդ աշխատանքը պահանջում է սեր դեպի մասնագիտությունը։ Այ դուք այնպիսի կարևոր բան նշեցիք, ինչպես մարդկանց հետ հաղորդակցությունը եւ շատ հաճախ պեղումների ժամանակ նաեւ բնակիչների հետ, անմիջական բնակավայրի բնակիչների հետ շփումները ուղղակի անհրաժեշտություն են։ Եվ մարդիկ շատ տարբեր են արձագանքում, ոմանք մտածում են, որ այստեղ պեղումներ կանեն, ինչ որ մի բան կգտնեն եւ դա կխանգարի իրենց, որտեվ կգան կասեն, այստեղ օրինակ չես կարող շենք կառուցել, այստեղ չես կարող այս գործունեությունը ծավալել, եւ շատ բարդ է լինում երբեմն այդ հաղորդակցությունը այնպես ապահովել, որ մարդիկ հասկանան, որ մշակութային ժառանգությունը կարեւոր է, դա նաեւ իրենց մի մասն է։ Այ ինչպես եք դուք կարողանում աշխատել մարդկանց հետ, որ նրանք օգնեն, ոչ թե խանգարեն։ Երկու խնդիր կա։ Առաջինը, այո, հուշարձան, որը պեղում ենք սեփականաշնորհված տարածքում, որի հետ կապված մեծ խնդիրներ են ծագել։ Օրինակ արդեն 3-րդ տարին է մեծամորում պեղում ենք մի մեծ դամբարան, հսկայական դամբարան, որը գյուղրադարով ենք նկարել, որտեղ ամբողջ դաշտը վերամշակված էր, մելիորացիա էր արված։ 25 մետր տրամագիծուն եւ դամբարանի մի կեսը ընկնում է հողակտորի մեջ։ Սկզբում իհարկե բավական բարդ հարաբերություններ են, բայց արդեն 3 տարի է այդ մարդը սիրահոժար թողել է, որ մենք աշխատենք այդ տարածքում, ինքը հասկանում է, որ այս նյութը շատ կարևոր է։ Կա երկրորդ խումբ մարդկանց, որոնց թվում է, որ եթե դու ինչ որտեղ բահով սկսել ես աշխատել, ուրեմն ոսկի ես ման գալիս։ Այդ ոսկու մոլուցքը, ոսկի գտնելու մոլուցքը կամ եթե չես աշխատում, ինչես փոշու մեջ մտել, էլի, եթե ոսկի չես ման գալիս։ Մարդկանց ինչ որ մի խավ կա, որին ուղղակի կրթության պակասը կա, կրթվելու պակասը կա, չեն պատկերացնում, որ կարելի է այդ աշխատանքն անել, որովհետև դա մեր պատմության մի կտորն է, որովհետև դա այն փոքրիկ աղյուսն է, որը դնում ես իրար վրա, եւ հետո մեկ էլ տեսնում ես մի հատ պատ բարձրացավ, որը մեր պատմության պաշտպանիչ պատերից մեկը կարող է լինել։ Կրթության խնդիր կա, կրթվելու խնդիր կա։ Եթե դուք փորձեիք առանձնացնել այսօր հնագիտության զարգացման համար Հայաստանում ամենակարևոր խնդիրները, որը կնշեիք, որ առաջին հերթին պետությունն էլ պիտի դրանով զբաղվի։ Ես շատ կուզեի, որ մենք լավ մասնագետներ ունենանք, երիտասարդ սերունդ ունենանք, որովհետև անցել է հնագիտության այն փուլը, երբ ես պեղում էի այս բաժակը, թաքցնում եմ հնագետ ընկերոջից, որպեսզի նկարագրեմ ու հրատարակեմ։ Այս բաժակը եթե մենք փորձով 4-5 հոգով նկարագրենք, հենց հիմա ամեն մեկս մի ձևով կնկարագրի այն։ Իսկ նկարագրության մեջ չի խնդիրը, խնդիրը այն իմաստավորելու մեջ է։ Եվ հիմա իր թաքցնելու խնդիրը վերացել է, հիմա եկել է նյութը հասկանալու, նյութը համատեքստում տեսնելու եւ դա մեկնաբանելու խնդիրը եւ դրա համար պետք են մասնագետներ, որոնք պետք է իմանան հայերեն, ռուսերեն, անգլերեն, պարտադիր 3 լեզուներ, գերմաներեն թող լինի եւ ամենակարևորը, եթե մարդ վաղ շրջանի մասնագետ է, ասենք Ուրարտուի շրջանի գոնե սեպագիր, եթե անտիկ շրջանի մասնագետ է, պարտադիր հին հունարեն կամ հին կամ լատիներեն, եթե միջնադարի մասնագետ է, պարտադիր գրաբար։ Եթե այս բոլորի համախումբը չկա եւ դա չի մտնում այն սերնդի մեջ, որին մենք դասավանդում ենք, մենք լավ մասնագետ չենք ստանա։ Այսօր մեր մասնագիտական կրթությունը համապատասխանում է ձեր ասած չափանիշներին։ Այսօր մեր մասնագիտական կրթությունը դրան համապատասխանում է մասամբ։ Երկու առումով։ Նախ չեմ ուզում ասել, որ դա սխալ է, բայց որովհետև փոխվում են ծրագրերը, բավական սեղմվել են հումանիտար ոլորտի պատմության, հնագիտության, մշակութաբանության ժամերը։ Ես հասկանում եմ, մենք ապրում ենք մի իրավիճակում, երբ պետք է շատ ավելի եւ սոցիալական եւ
հոգեբանական եւ այլ մասնագիտական դասերակցություն եւ կրթություն տալ ուսանողին, բայց մասնագիտական ուղղվածության դեպքում կարծում եմ, որ կարելի է գոնե թե ինչ որ մի փուլում, երբ զգում ես, որ 3, 4, 5 ուսանող ուզում են դառնալ այս ոլորտի մասնագետ, այլ մոտեցում ցուցաբերել են, ասենք առանձին դասընթացներ լինեն։ Բակալավրիատը նկատի ունեք։ Մագիստրատուրան։ Բակալավրիատի վերջ եւ մագիստրատուրան։ Տեսեք, մեր մագիստրատուրայի դասերը, ճիշտ է, չափորոշիչներ են մշակված, խնդիրները դրված են, բայց ըստ էության բակալավրիատի դասընթացների մի քիչ խորացված տարբերակն է։ Ինձ թվում է կարելի է այսպես թիրախային թեմաներ անել։ Եվ այդ թիրախային թեմաների արդյունքում նաև ստանալ մասնագետներ, որոնք կոնկրետ ոլորտի մասնագետ են։ Այդ նոր խոսում ենք հնամարտաբանության մասին, դուք նշեցիք։ Երկու շատ լավ երիտասարդ մասնագետներ ունենք, Հասմիկ Սիմոնյանը եւ Սուսաննա Բաբայանը, որոնք աշխատում են, որոնք համալսարանն է, դեռ մեկը ավարտել է, մյուսը մագիստրատուրայում է։ Ես համոզված եմ, որ եթե ճիշտ մոտեցում լինի, նրանք կդառնան իսկապես լավ մասնագետներ։ Լեզվի խնդիր չունեն, շփման խնդիր չունեն, աշխատել են դաշտում։ Իրավիճակն էլ երևի պիտի ստեղծի այնպիսի երեխաներ կամ այնպիսի երիտասարդներ, որոնք ուզենան այդ ոլորտը գալ, եթե զորով են գալու, պարտադրված են գալու, մեկը մասնագետ, լավ մասնագետ չեն դառնում։ Պարոն Փիլիպոսյան, այս տարի վերջին ամիսներին շատ քննարկվում էր հուշարձանների պահպանության խնդիրը եւ ընդհանրապես ինչպիսին դա պիտի լինի եւ ինչ դեր ունենք մեզնից յուրաքանչյուրը դրանում, նկատի ունեմ քաղաքացիները նաեւ, բացի պետության պատասխանատվությունից եւ բացի մասնագիտացված կառույցների պատասխանատվությունից։ Ինչ եք կարծում։ Մենք որտեւ այս տարի մենք այսպիսի մի աշխատանք ենք փորձել անել, կազմել ենք ամբողջ այն հուշարձանների ցանկը, որը մեզ հայտնի է եւ մեր ցանկերում է, եւ դրանք բաժանել ենք մեր դպրոցների մեջ։ Ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր դպրոցի կցված է իր մոտակայքում գտնվող մեկ կամ մի քանի հուշարձան եւ մի շատ հասանելի ուղեցույց ենք մշակել, թե ինչպես պետք է հոգ տանել հուշարձանի մասին, ինչպես պետք է մաքրել, ինչին պետք է ուշադիր լինել։ Եվ փորձում ենք այսպես հուշարձանապահպանության շարժում ձևավորել դպրոցների շրջանում։ Բնականաբար սա այսպես մի քայլով լինող բան չի եւ տևական աշխատանք է պետք, բայց սա բերում է մեզ ընդհանրապես մեր հանրային վերաբերմունքին հուշարձանների հանդեպ։ Ինչ եք կարծում, այդտեղ կան բաներ, որ ձեզ դուր են գալիս եւ կան բաներ, որ դուք գտնում եք պետք է փոխվեն։ Իմ բախտը բերել է, որ ես աշխատում եմ պատմամշակութային արխիվոթանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայությունում հիմնարկ, որտեղ չեմ ասում 100%, բայց գոնե թե 3/4 այդ հիմնարկի աշխատողների նվիրված են այդ գործին։ Մենք մասնաճյուղեր եւ ծառայություններ ունենք բոլոր մարզերում եւ նաեւ աշխատանք կա դպրոցի հետ։ Շատ հաճախ նաեւ տեղերից ենք ստանում արձագանք, որ այսպիսի երևույթ է եղել, այսպիսի բան է քանդվել կամ ինչ-որ պատահական բան է բացվել։ Իմ պատկերացմամբ դա էլ աստիճանաբար ձեռք բերելու խնդիր ունի իր մեջ, որովհետև կառավարությունը իսկապես տրամադրում է բավական միջոցներ այս ամեն ինչն անելու համար։ Իսկապես ճարտարապետների մի խումբ կա, որ աշխատում է այդ հուշարձաններով, բայց բոլորին հասնել միանգամից ուղղակի հնարավոր չէ։ Կարծում եմ, որ կարելի է այս աշխատանքը ավելի արդյունավետ դարձնելու համար ճիշտ է դասընթացներ լինում են ռեստավրացիոն, վերականգնման աշխատանքների հետ կապված լուրջ մասնագետներ պատրաստել եւ չերկնչել, որ կարելի է ինչ-որ տեղից մեկին հրավիրել, որպեսզի դասընթացները կարդա։ Հիշում եմ շատ լավ
վարպետներ ունեինք, որոնք հրաշալի աշխատանքներ էին կատարում։ Մեծ մասը գնացել են, մի մասը չկա արդեն տարիքը հանգամանքների բերումով։ Ճարտարապետների մի զգալի խումբ, Ամիրան Բաբադիշյան, Լևոնը, մեր ճարտարապետը իսկապես աշխատում են, բայց մարդկանց հետաքրքրում է, դե չես մեղադրի, քաղաքային դիզայն, այսօրվա ուրեմն ճարտարապետական ձևեր շատ հետաքրքիր է, բայց երբեմն այնպիսի հետաքրքիր բաներ կան այդ հուշարձանների մեջ, որոնք վերականգնում են, որոնք այսօր էլ կարելի է օգտագործել։ Դա պիտի աճենք ուղղակի բոլորս։ Գիտեք ինչու, որովհետև քանի դեռ մենք մտածում ենք, որ աշխարհի պորտն ենք, կոպիտ ասած, մեր մոտ գործը հաջող չի լինի։ Իսկ եթե կամաց աշխատենք այն ինչ որ ունենք, պահպանենք ու ավելացնենք եւ գնահատենք մեր իսկական ժառանգությունը, կարծում դրա արդյունքում մենք շատ ավելի բանիմաց մասնագետներ եւ լավ մասնագետներ կունենանք։ Շատ կարևոր բառեր օգտագործեցիք, իսկական ժառանգությունը։ Երբեմն ես տպավորություն եմ ստանում, երբեմն չէ, հաճախ, որ մենք մեր երկիրը վատ ենք ճանաչում եւ մեր մշակութային ժառանգությունն ենք վատ ճանաչում, որովհետեւ մի քանի այսպես խորհրդանշային բան կա, որ գիտենք եւ շատ մեծ շերտ կա, որ նույնիսկ եթե մեր հարևանությամբ է, ուղղակի չենք ճանաչում։ Եվ ես շատ եմ մտածում այն մասին, ինչպես այդ ժառանգության շերտերը դարձնել ավելի հասանելի մեր հանրության համար։ Ու այստեղ կարծում եմ մի այսպիսի կոնֆլիկտ ունենք, հակասություն ունենք հանրային հասանելիության եւ մասնագիտական ապահովության։ Այո։ Որ ուզում եմ ձեր կարծիքը այդ մասին։ Գիտեք ինչ, ասենք կներեք, ես օրինակ երբ որ մենք փորձում ենք որևէ տարածքում օրինակ համերգ կազմակերպել, որ մարդիկ գան, իմանան, որ այդպիսի տեղ կա, համերգի համար գան, բայց նաև տեղեկանան այդ վայրերից եւ հաջորդ անգամ գան գուցե առանց համերգի, երբեմն տեսնում եմ, որ մեր շատ հարգելի մասնագետները ասում են, դա վնասում է հնավայրը։ Բացարձակապես համամիտ չեմ այդ ասացին, որովհետեւ հուշարձանը երևում է նաև այն միջոցառման ժամանակ, որը կազմակերպվում է, եւ այդ կազմակերպված միջոցառումը կարող է նաև նպաստել, իսկապես ճիշտ եք ասում, որպեսզի հուշարձանն ավելի ընկալելի եւ այցելությունների առումով ավելի հաճախակի դառնա։ Գիտեք ուրիշ ինչ խնդիր կա, որը հիմա հատկապես մեծ չափ մեզ մոտ մեր մշակութային ժառանգությունը, իրական ժառանգությունը երբեմն այսպես սքողվում է սին մեկնաբանություններով եւ դա գալիս են մարդկանցից, որոնք ոլորտի մասնագետը չեն։ Ես չեմ գտնում, որ բժիշկը կարող է աստղագիտության մասին աշխատանք գրել, չեմ գտնում, որ լավ բժիշկը կարող է հնագիտական հուշարձան մեկնաբանել, ֆիզիկոսը կարող է, որովհետև եթե մարդ դարձել է ֆիզիկոս, ուրեմն իր աշխատանքը պիտի անի։ Ուրեմն ինչու է զբաղեցրել այդտեղ ուրիշի փոխարեն։ Եթե ես դարձել եմ հնագետ ու գինեգործությունից ինչ որ բան փորձեմ գրել, նոգի ծիծաղելի կլինի։ Այսինքն կա հարգանք եւ մասնագիտության հանդեպ եւ այն մարդկանց հանդեպ, որոնք քեզ այդ մասնագիտությունը տվել են։ Երբ որ դու այդ հարգանքը թողնում ես մի կողմ եւ սկսում ես զբաղվել բոլորովին այլ գործով։ Ես միշտ իմ ուսանողներին մի այսպեսի, չգիտեմ ինչքանով է հետաքրքիր, բայց մի խոսք եմ ասում։ Այդ տեսեք, երեխան ծնվեց, դարձավ մի 4-5 տարեկան, մեկ էլ ծնողներին հարցնում, բայց որտեղից եմ։ Դե բերեք երեխային դրենք, բացատրենք 5 տարեկանին, թե ինքը ինչպես է ծնվել։ Բնականաբար հեքիաթ ենք պատմում, չէ՞, որ առագիլն է բերել, կաղամբի արտում են գտել, կամ հիմա սուպերմարկետի լավագույն խաղալիք քինքներ դրա համար բերեցինք։ Դա շատ գեղեցիկ հեքիաթ է, այո, դա պիտի անել։ Բայց գիտեք ցավալին որն է, որ մեր մեջ մարդիկ կան, որոնք մեծանում են, մեծ մասնագետներ են դառնում, հետո փորձում են գիտականորեն ապացուցել, որ իրենց առագիլն է բերել։ Այս խնդիրը շատ է փչացնում մեր իրավիճակը։
ինչ որ մի բան մեծանալու մասով պետք է նշանակեր նաև, որ մեծանալը նշանակում է նաև իրականությունը տեսնել։ Իհարկե։ Այն շերտերով, որոնք որ ավելի վաղ տարիքում գուցե հասանելի չեն։ Այդ ցավալի բան եք ասում, շատ ծանոթ երևի բոլորին։ Շատ ծանոթ, տեսնել, գնահատել եւ արժևորել իրապես։ Գիտեք, ես երբեմն ինչ եմ նկատում, որ մարդկանց թվում է, որ եթե դու իմանաս, այլևս չես արժևորի։ Մի շատ տարօրինակ այդպիսի բան եմ նկատել, որ օրինակ մարդիկ խոսում են մեր պատմության մասին, մշակութային ժառանգության մասին, մենք ունենք որոշակի ստանդարտացված պատկերացումներ, եւ եթե փորձենք ավելի բազմաշերտ հասկանալ իրավիճակը, իմ կարծիքով պիտի շատ ավելի գնահատենք թե մեր պատմությունը, թե ժառանգությունը։ Բայց կա մտավախություն, որ այդ ստանդարտները մի կողմ թողնելով դրանցից այն կողմ նայելով մենք արժևորումն ենք վտանգելու։ Գիտեք, ինչ կա արժևորման սին ճանապարհ, որը տանում է դեպի միայն պարտություն։ Չգիտես ինչու կա մտայնություն, որ եթե մենք չասենք, որ ամենահինն ենք, ամենալավն ենք, ամենաշատն ենք, ամենախելոքն ենք, ուրեմն վաղը մեզ կոչացնեն։ Ամենայի մենք միայն դրական կողմն ունենք, բացասական կողմը ամենայի մեզ չի վերաբերում։ Այդ տարբերակը ինձ համար անընդունելի է։ Մենք պիտի վերականգնենք հնարավորինս այն ամենը, ինչ որ կապված է մեր պատմության, մշակույթի, մեր ժառանգության իրական պատկերը տանք։ Եվ դա կլինի մեծագույն արժեք, որովհետև մենք ունենք մեր մեծագույն բարձր տեղը համաշխարհային մշակույթի սանդղակում, եւ այդ տեղից մեզ դժվար է իջեցնել։ Շատ ուրախացա, որ նախարարությունը այդ մրցույթը հայտարարեց գրքերի, մենք էլ մեծամորի մասին գրեցինք եւ ձեր օգնությամբ դա հրատարակվեց, հիմա դա կբաժանվի եւ եվրոպական գրադարաններում։ Այսինքն պետք է աշխատել։ Դե Եվ ցույց տալ, որ մենք ունենք այդ բոլորը։ Դե իրականում կարծում եմ մեծամորի օրինակով մենք տեսնում ենք ինչքան բան պիտի սովորենք մեր մասին։ Իհարկե։ Եվ այն ինչ սովորում ենք, ճիշտ է, միայն հպարտության զգացում է առաջացնում նրա մասին, թե դարեր առաջ այն մարդիկ, ովքեր մեր նախնիներն են, ինչ գիտելիք, ինչ հմտություններ, ինչ միտք են ունեցել։ Այստեղ իհարկե շատ մեծ անելիք ունենք եւ ես տեսնում եմ հաճախ, որ ինչպես դուք նշեցիք, այդ մասնագիտական գործունեությունը նաեւ գալիս հանդիպում է ապատեղեկատվության, գալիս հանդիպում է որոշակի թյուրընկալման։ Ինչ եք կարծում, ինչպես պետք է դրա դեմն առնել։ Ես մի տարբերակ միայն գիտեմ։ Յուրաքանչյուր մարդ պիտի զբաղվի իր գործով։ Եվ երբ մարդ գիտակցեց, որ ինքը դպրոցն ավարտելուց հետո ճանապարհ է անցել, որ մասնագետ դառնա, եւ այդ մասնագիտությունը թողել է, ինքը ուրիշ մասնագետ չի կարող դառնալ։ Ինչ էլ ուզում է անի։ Կա հումանիտար ոլորտի մասնագիտություններ, որ հակառակորդ պատմաբաններ եւ ազգագրությամբ զբաղվել, լինել մշակութաբան եւ զբաղվել, դրանք հասկանալի են, բայց երբ մարդ, քանի դեռ մենք չունենք մասնագետների խումբ, որոնք զբաղվում են իրենց գործով, միայն իրենց գործով, երբ իրենցը թողած ուրիշի աշխատանքի մեջ են մտնում, մենք միշտ ունենալու ենք այս շիլափլավը որոշակի, որովհետև հանրության ականջներին շատ հաճելի են գեղեցիկ բառերը։ Իրականում պատմությունը եւ մշակույթը եւ հուշարձանները շատ ավելի կոնկրետ երևույթ են եւ միշտ չի որ կարող են հաճելի թվալ։ Չգիտեմ, դա երևի կրթվելու, դասերակվելու դպրոցի խնդիր ունի իր մեջ։ Կարծում եմ, որ դպրոցի խնդիր ունի։ Ստացվում է, որ էլի մեր գործն է։ Մեր գործն է, իհարկե մեր գործն է։ Իրականում այստեղ նաև կարծում եմ, որ մշակույթի եւ կրթության ոլորտների համագործակցությունը գուցե նաև չնայած բոլոր առումներով է կարևոր,
բայց դպրոցների հետ աշխատանքը նաև այդ տեսանկյունից կարևորելով ուզում եմ հասկանալ, մենք հիմա գիտեք, որ ավագ դասարաններում հատկապես դրել ենք նոր հնարավորություններ երեխաների համար, սովորելու են, ինչ իրենց հետաքրքիր է նաև հետագա մասնագիտության տեսանկյունից։ Եվ կուզեմ մենք այս մտքի քննարկումով փորձենք ամփոփել։ Ինչ եք կարծում եւ մտածել եք երբևէ, որ մենք ունենանք մի դասընթաց կամ ծրագիր հնագիտության, որը նաև երեխաներին թույլ կտա ավելի լայն պատկերացում ունենալ մասնագիտության մասին եւ նաև գնալ դեպի այդ մասնագիտությունը, որտեղ իրականում ես սոցիոլոգ եմ եւ ես տեսնում եմ հնագիտության կարեւորությունը սոցիոլոգիայի համար։ Եվ վստահ եմ, որ այս նույն պատասխանը դուք կլսեք բազմաթիվ այլ մասնագիտությունների տեր մարդկանցից, ովքեր տեսնում են, թե այդ շերտերի ուսումնասիրությունն ու այդ գիտելիքը ինչպես է օգնում մեզ, մեր նաև այսօրվա կյանքում։ Ու շատ եմ ուզում, որպեսզի մենք դա շատ պարզ ու հասանելի դարձնենք նաև դպրոցականների առօրյայի մաս։ Շատ լուրջ ու շատ կարևոր խնդիր եք բարձրացնում։ Ես մի փոքրիկ բան կասեմ, Հայաստանում երկու հիմնարկ կա, դա Երևանի թանգարանը եւ նաեւ մեր Մեծամորի մասնաճյուղը, որտեղ մենք արհեստական, հնագիտական պեղավայր ենք ստեղծել։ Այդ պեղավայրում անընդհատ հողով ծածկում ենք նյութերը, դպրոցականները գալիս իրենք բացում են։ Եվ տեսեք ինչ ոգևորություն կա նրանց մեջ, ինչ հետաքրքրություն կա նրանց մեջ, ինչքան մեծ մարդ կա, միշտ տեսնում ես որ փոքրի ուզում էի հնագետ դառնալ, հետո ուրիշ բան եմ դարձել։ Այդ երեխաներն էլ են գալիս են ինչ-որ մի պահ, երբ պիտի ընտրես։ Հա, մեկը սիրում է նկարչություն, մեկը, բայց դպրոցը, այո, եւ այդ ոլորտը թույլ տալ, որպեսզի ավագ դպրոցում երեխաները իրենց նախասիրություններն ընտրեն, շատ լավ գաղափար է, շատ։ Կամ պիտի ասենք, որ դուք մի քիչ էլ դինոզավրերով եք զբաղվում։ Թիվը կավելանա։ Էլի թող զբաղվեն դինոզավրերով, էլի, բայց չասեն, որ հայերը առաջինն էին, որ դինոզավր սպանեցին, որտեղ դինոզավրները 100 միլիոն տարի առաջ են մահացել, իսկ մարդիկ մոտավորապես 3 միլիոն տարվա խնդիրներ կան։ Բայց այո, ես գտնում եմ, որ դպրոցը ճիշտ է, դպրոցի ավագ դպրոցում կարելի է կողմնորոշում տալ, թողնել որ իրենք կողմնորոշվեն։ Դե մտածենք այդ մասին։ Երևի իմ գործընկերներն եւ ոչ միայն իմ մասնագիտությամբ մի քիչ թերանում ենք դպրոց գնալ եւ դպրոցում աշխատել, դպրոցականների հետ աշխատել։ Միգուցե կարելի է ինչ-որ ամիսը մեկ անգամ այդպեսի մի բան կազմակերպել դպրոցում անընդհատ զրուցել երեխաների հետ, աշակերտների հետ։ Հա, ոչ բոլորը կարող են զրույցը տանել երեխաների, աշակերտների հետ, բայց այդ շատ կարևոր խնդիր եք բարձրացնում։ Ես զինվոր կլինեմ, եթե այդ գործը սկսվի։ Պայմանավորվեցինք։ Միանշանակ այո։ Շնորհակալ եմ, պարոն Փիլիպոսյան։ Ես էլ եմ շնորհակալ։ Կարծում եմ շատ կարևոր շեշտադրումներ արեցիք։ Հաջողություն եմ մաղթում ձեզ ձեր աշխատանքում։ Շնորհակալություն, շատ հաճելի էր եւ նման հարթակները իսկապես շատ հաճելի են, շատ ճիշտ են եւ այն նման հարթակներն են, որ երևի գուցե այն խնդիրը, որ մենք ունենք, ճիշտ հասկանալու երևույթին, այն նման հարթակներն են, որ հնարավորություն են ձեռում։ Այս դուք կազմակերպել գտնում եք, որ շատ կարևոր միջոցառում է։ Շնորհակալ եմ շատ։ Գիտեք, արտաքին ինչ որ բաներից էր, ոչ թե ուղիղ կապի տեսանկյունից, այլ երբ որ զգում ես, որ հանրությունը օտար է իր մշակութային ժառանգությանը, ճիշտն ասած, մեր մոտ էլ եմ ես այդ զգացողությունը երբեմն ունենում, որ զգում եմ, որ մարդիկ չեն ճանաչում իրանց միջավայրը, իրանց կողքի ինչ որ ու չունեն այդ պատասխանատվության զգացումը դրա նկատմամբ։ Այսօր 10 տարի եմ ուսանողներին, որոնք ավարտական աշխատանք են գրում, հանձնարարում եմ թեմա իրենց տարածքի պատմամշակութային ժառանգության մասին գրել։ Այսինքն դա չես արտագրի, չես ինչ որ մեկից վերցնի,
Դա պիտի աշխատես ուղղակի եւ այնքան հետաքրքիր բաներ են լինում եւ այնպեսի նյութեր են մեկ-մեկ հավաքում, որ մենք էլ չգիտենք։ Այսինքն եթե աշխատել հետները արդյունք շատ լավ կունենան, շատ լավ։ Սկսենք, հա։ Հա։